Խաղաղություն ձեզ, սիրելի եղբայրներ եւ քույրեր, ամեն բանից առաջ սրտանց փառք տանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Նախ ասեմ, որ ես ձեր բոլորից շատ շնորհակալ եմ, որ դուք աղոթել եք իմ համար։ Աստված օրհնի ձեզ, որտեղ որ դուք լինեք։ Ես լսել եմ, որ ամենտեղ աղոթում են փառք Տիրոջը դրա համար, շատ շնորհակալ եմ։ Բայց շարունակեք աղոթները։ Նախ մի կարճ խոսք ասեմ եղբայրների խոսքի վերաբերյալ։ Եղբայրներն խոսեցին ճանապարհի մասին, որ մենք պիտի գնանք մինչև հասնենք տեղ։ Նախ ասեմ, որ այդ ճանապարհը եղբայրներ քույրեր հեշտ ճանապարհ չի, դա դժվար ճանապարհ է։ Այդ ճանապարհը լիքներ վտանգներով, այդ ճանապարհը գնալու համար դու ճանապարհին, եթե դու տեսնես մեկը, որ ընկած է, պիտի բարձրացնես, այդ ճանապարհը գնալու համար դու սովածին հաց պիտի տաս, այդ ճանապարհը գնալու համար դու պետք է քո բոլոր զորությունը, քո բոլոր ուժը մի կողմ դնես եւ Տիրոջ ապավինես։ Ծարավին ջուր պիտի տաս, ընկածին պետք է բարձրացնես այդ ճանապարհը։ Այդ ճանապարհը միայն ու միայն Սուրբ Հոգու միջոցով կարելի է գնալ։ Եվ եթե գնաս հասնես այն տեղը, որտեղ որ պիտի արդեն ներս մտնես, այդտեղ ասում եմ ձեզ, կա տամոզնյա։ Այդ տամոզնյան պետք է անցնես, որպեսզի երկնքից երկիր բարձրանաս, այդ տամոզնյայով պիտի անցնես։ Այդ տամոզնյայի ստուգումները շատ խիստ են, ամենամանրակրկիտ ստուգումները տեղի ունենում։ Բայց ինչպես կարելի է այդ տամոզնյայով անցնել, այդ մաքսատունով ասնել, դա միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի արյունով։ Նրա արյունը մաքրում է մեզ ամեն մեղքերից։ Չկա մի մեղք, որ Հիսուսի արյունը չկարողանա մաքրել մեզ, եղբայրներ քույրեր։ Ուրեմն վստահելով Հիսուսի արյանը, ապավինելով, միայն այդ դեպքում մենք կարող ենք այդ ճանապարհի տամոզնյայից անցնել մյուս կողմը։ Փառք Տիրոջը սրա համար։ Հիմա ես պիտի խոսեմ Ղուկաս ավետարանի 8-րդ գլխից 40 համարից մինչև 56 համարը։ Ղուկասի ավետարան 8-րդ գլուխ 40 խոսքից մինչև 56 խոսքը։ Ուրեմն, այստեղ մենք տեսնում ենք սիրելի եղբայրներ քույրեր, որ երբ որ Հիսուսը վերադարձավ Կափառնայում, նա գնացել էր 7-րդ գլխում մենք տեսնում ենք, որ Հիսուսը Կափառնայում էր, նա բժշկեց, ուրեմն այդ Կափառնայումի մեջ եղած հարուրապետի ծառային, հետո նային քաղաք եկավ այնտեղ որբևարի կնոջ երեխային հարություն տվեց, եւ հետո երբ որ վերադարձավ Կափառնայում, երբ որ վերադարձավ, նրանց ընդունեցին, գրված է, որ 40 համարում, երբ Հիսուս դարձավ, ժողովուրդը զանիկա ընդունեց, նորից վերադարձավ Կափառնայում, գնացել էր Գալիլեա եւ հետո ժողովուրդը ընդունեց, վանսի ամենը անոր կսպասեին։ Եվ այդ ժամանակ Հայրոս անունով մի մարդ, որ ինքը ժողովարանի իշխանն էր, Հիսուսի ոտքը ընկնելով կաղաչեր անոր, որ իր տունը մտնե։ Վասենզի մեկ հատիկ աղջիկ ուներ, գրեթե 12 տարեկան, որ մեռնելու մոտ էր, վերպանիկա կերթար բազմությունը կնեղեր զանիկա։ Ժողովարանի իշխան էր Հայրոսը։ Ժողովարանի իշխանի համար շատ դժվար է, որ
ինքը գնա Հիսուսի ետևից, որտեղ փարիսեցիները անգամ ժողովրդի իշխանները ուզում էին սպանել Հիսուսին։ Բայց հիմա ինքը ուներ 12 տարեկան մի աղջիկ, ուրիշ ճարճ չուներ նա, շատ էր սիրում այդ աղջկան, իր կյանքը կապել էր այդ աղջկա հետ, և նա ուզում էր, որ այդ աղջիկը բժշկվի։ Բայց հետաքրքիր է այդ ճանապարհին, երբ որ նրանք գնում էին, մի հատ կին, որ 12 տարի տեղատեսության մեջ էր, նա իր ամբողջ ունեցվածքը ծախել էր բժիշկներին ներտվել, բայց բժիշկները չէին կարողացել նրան բժշկելու։ Այս կինը չնայած որ Հիսուսը հետ ժողովուրդ էր գնում, չնայած որ գնում է այդ ժողովրդի իշխանի տունը, այդ կնոջը ոչ ոք չկարողացավ կանգնեցնել։ Այդ կինը իր սրտի մեջ ասում էր. Եթե միայն Հիսուսի քաղաքին կպնեմ, պիտի բժշկվեմ։ Եվ բժշկվելու համար սիրելի եղբայրներ քույրեր, ասեմ ձեզ, որ այդ կինը շատ, այսպես կարելի ասել, մի կողմից հիվանդությունն էր, մյուս կողմից անարգված լինելն էր, որտեղ Ղևտացիների գրքի մեջ կարդում ենք 15-րդ գլխում 19 համարից, երբ որ մենք կարդանք, տեսեք ինչ ա գրված։ Երբ որ կինը ծորում ունենա, ու անոր մարմնին ծորումը արյուն է, 7 օր զատված պիտի կենա, եւ ամեն օր անոր դպչողը մինչև իրիկուն անմաքուր է լա։ Եվ անոր զատվածը թե ինչ բանի որ պարկի այն բանը անմաքուր պիտի լա, եւ ինչ բանի վրա որ նստի, այն բանը անմաքուր պիտի լա։ Անկամ նստեց, նստած տեղն անմաքուր, պարկեց, պարկած տեղն անմաքուր։ Ոչ ոք նա իրավունք չուներ որևէ մեկին կպնելու։ Այսպես դեռ այդ հիվանդությունը մի կողմից, մյուս կողմից այդ անարգված լինելը։ Բայց այս կինը չնայեց դրան եւ եկավ Հիսուսի մոտ։ Ճիշտ է, ժողովուրդը շատ էր, բայց նա, երբ որ ուզում է մոտենալ Հիսուսին, ինչքան էլ արգելքներ լինի, ինչքան էլ դժվարություններ լինի, անպայման տեղ կհասնի։ Եթե միայն իր սրտի մեջ ցանկություն կա մոտենալ Հիսուսին, անպայման Հիսուսը նրան կընդունի, նա կհասնի տեղ, նա կհասնի ճանապարհ։ Եվ մենք տեսնում ենք, նա կպավ Հիսուսին, այդ ժողովրդի մեջից գնաց կպավ Հիսուսին եւ իսկույն արյունը դադարեց։ Եվ այդ ժամանակ, երբ որ այդպես Հիսուս ասեց, ով էր ինձ կպնողը, Պետրոս ասեց, վարդապետ, այս բոլորը քեզ կպնում են, իսկ դու ասում ես, թե ով է ինձ կպնողը, թե ով իմ հանդերձին կպավ։ Եվ Հիսուս սա մեկը ինձի դպավ, քանզի իմացա, որ ինձ մեծ զորություն ելավ, եւ տեսավ կինը, որ բանը անկե չպահվեցավ, դողալով ընկավ, ու անոր արշև ընկավ եւ բոլոր ժողովրդին արշև անոր պատմեց, թե ինչ բանի համար անոր դպել էր։ Եվ թե իսկույն բժշկվեցավ։ Եվ Հիսուս անոր քաջալերվի աղջիկ, քու հավատքդ քեզ բժշկեց, գնա խաղաղությամբ։ Հետաքրքիր ասելի եղբայրներ քույրեր, այստեղ մենք տեսնում ենք, թե ժողովրդի իշխանի աղջիկն էր 12 տարի եւ այս կինն էր 12 տարվա, երկուսն էլ 12 տարվա, մեկը 12 տարվա երեխա էր, 12 տարեկան երեխա էր, իսկ մյուսը 12 տարի հիվանդ էր տեղատեսության մեջ։ Ժողովրդի իշխանը 12 տարի վայելել էր աղջկա սերը, վայելել էր ընտանիքի գուրգուրանքը, ապրում էր օրհնության մեջ, կարելի ասել, իսկ այս խեղճինը մենք տեսնում ենք, որ անգամ անարգված էր եւ ամեն ինչ ծախել էր, բայց ոչ մի օգուտ չէր եղել։ Սիրելիներս, եւ հետո երբ որ մենք տեսնում ենք, որ
կինը բժշկվելուց հետո գնացին հայրոսի տունը հասան եւ Հիսուսը ասեց նախ ճանապարհին իրան ասեցին, որ աղջիկդ մահացավ արդեն, էլ վարդապետը մի հոգնեցներ։ Բայց Հիսուս ասավ, մի վախենա, դու միայն հավատա։ Եվ գնացին, երբ որ գնացին ժողովարանը, գնմատացին Հակոբյանի տունը, հայրոսի տունը, երբ որ մտան, տունը լիքը ժողովուրդ էր, եկել էին ցավակցելու, որովհետև մահացել էր։ Բայց Հիսուս ասեց, ամենը ասմակուլային 52 ամառում գրված է, որ ամենը կուլային կողպային անոր վրա եւ ինքը սա միլակ անիկա մեռած չէ, հապա կքնանա։ Եվ անոնք ծաղր կնեին զանիկա, քանզի գիտեին թե մեռավ։ Երբ որ Հիսուսն ասավ քնած չի, մեռած չի, քնած է, այդ ժողովուրդը սկսեց ծաղրել։ Ռուսերենում անգամ գրված է, որ սկսեցին ծիծաղել Հիսուսի վրա, ծիծաղում էին։ Բայց եղբայրներ քուրեր, եթե մեկը սքի մեջ է ու հետո ծիծաղում է, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ նրանք իրոք սքի մեջ չէին։ Ես ինքս տեսել եմ փոքր ժամանակ, երբ որ պատահում է, երբ որ մարդ մեռնում էր, երբ որ լացող չէր ելնում, հատուկ լացող կանայք կային, գալիս էին փողով լացում էին։ Ես տեսել եմ ու շատ եմ զարմացել, ես հիշում եմ փոքր երեխա էի, Լենինականում էր դա, Գյումրիում էր, մամայիս մորաքույրը մահացել էր և լացող կանայք էին բերել։ Հիմա այստեղ դրանք լացող կանայք էին, որովհետև նրանք ծիծաղեցին, ծաղրում էին և ծիծաղեցին, բայց աղջիկը իրոք մեռած էր։ Ինչի էր մեռած, որտեղ մենք կտեսնենք հետո, երբ որ ասում այվանոնք ծաղր կնեին, քանզի գիտեին, թե մեռավ։ Հիսուսը վերցրեց Հակոբոսին և Հովհաննեսին և Պետրոսին և բոլորին դուրս հանեց և աղջկան ասեց. աղջիկ, վեր կաց։ Բանով այդ լեզվով եբրայերեն ասում է Դավիթ ակումի, այսինքն աղջիկ վեր կաց։ Եթե կհիշեք, Գործք առաքելոց 9-րդ գլխում նույն խոսքեր ասեց Պետրոսը։ Երբ որ եկավ այդ աղջկա մոտ, Տաբիթայի մոտ, որ շատերի համար վերարկու էր կարել, շատերի լացում էին, նորից Պետրոսին կանչեցին և Պետրոսն էլ ասեց, աղջիկ վեր կաց։ Այս խոսքերը սովորական խոսքեր չէին, եղբայրներ քույրեր։ Այս խոսքերը երկնքից իջած հրաման էր, և այդ հրամանը պիտի կատարվեր։ Եղբայրներ քույրեր, մենք տեսնում ենք, որ օրենքը այս կնոջ արգելում էր մոտենար, որևէ մեկին կպներ, բայց նա չնայեց օրենքին։ Նա Հիսուսին տեսնելով, Հիսուսի մասին լսելով, եկավ Հիսուսի մոտ և բժշկություն ստացավ։ Եղբայրներ քույրեր, եթե նա օրենքի մեջ մնար, օրենքը պահեր, այդպես էլ չէր բժշկվելու, պիտի մեռներ, մահանար։ Բայց գիտենք, որ օրենքը կատարյալ չի, եղբայրներ քույրեր։ Օրենքը չի կարող մարդուն երկինք տանել։ Օրինակի համար ասեմ ինչու կատարյալ չի, օրինակ մի օրինակ բերենք։ Ենթարենք, Աստծո խոսքը ասում է, որ ով որ առուս զավակ է ունենում հրեաներից, նա պետք է տանի թլպատի 8-րդ օրը։ Հիմա ենթադրենք, թե 8-րդ օրը շաբաթ օրն է ընկնում։ Հիմա ինչ անի։ Թլպատի շաբաթ օրը իրավունք չունի, չթլպատի մեղք է։ Այսինքն օրենքի մեջ շատ բաներ կարելի է գտնել, որ կատարյալ չի օրենքը, կատարյալ իման Քրիստոսն է, փառք Տիրոջը դրա համար։ Եվ դրա համար տեսնելով այս բաները սիրելի եղբայրներ քույրեր, մենք մի բան ենք հասկանում, որ աղջիկը նախ ասեմ, որ իրոք մեռած էր։ Ինչից է երևում, որ աղջիկը մեռած էր։ Որովհետև այստեղ կարդում ենք 8:56-ում, Գործք առաքելոց 8:56-ում կարդում ենք, որ
Ներողություն 55-ում։ Եվ անոր հոգին դարձավ ու իսկույն ոտքի ելավ եւ Հիսուս հրաման դրավ, որ ուտելիք տան։ Հոգին դարձավ, այսինքն հոգին դուրս էր եկել։ Ու նորից դարձավ իր մոտ։ Սիրելի եղբայրներ, քույրեր, փառք Աստծո, որ մեր Տերը ամենակարող Աստված է։ Նա եղբայրներ, քույրեր, կասկածում էին, նրանք չէին հավատում, ոչ ոք չգիտեր եւ ծաղրում էր, բայց սիրելի եղբայրներ, քույրեր, նրանք չէին հասկանում, որ Հիսուսը հենց ինքն է հարությունը եւ կյանքը։ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ես եմ հարությունը։ Հիշում եք Հովհաննես ավետարանի 11-րդ գլխում Ղազարոսին, երբ որ եկավ Ղազարոսի տունը, պիտի մոտենան արդեն Մարիամը, Մարթան, ասին 4 օրվա մեռած է արդեն։ Հիսուս ասեց, եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես, ես եմ հարությունը եւ կյանքը, ով որ ինձ հավատա, թեև մեռնի, պիտի ապրի։ Փառք Տիրոջը, եղբայրներ, քույրեր, եկեք սրտանց ասենք փառք ես Տեր։ Եթե դու մոտենաս Հիսուսին, քո սրտի մեջ տնես, ասես կպնեմ Հիսուսին, անպայման կբժշկվես։ Եղբայրներ, քույրեր, բոլորը կպնում էին, չէ, բոլորն էլ կպնում էին նրան, բայց մեկն էր, որ իսկապես կպավ, նա հավատքով կպավ Հիսուսին։ Նրանք ֆիզիկապես էին կպնում, բայց այս կինը հավատքով կպավ։ Եվ վերջացավ այս կնոջ տրագեդիան, վերջացավ այս կնոջ տառապանքները։ Փառք Աստծո, եղբայրներ, քույրեր։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը շնորհքի Աստված է, սիրո Աստված է։ Եթե անգամ մարդուն չբժշկի անգամ տանի երկինք, դա ավելի լավ է, եղբայրներ, քույրեր։ Ինձ երբեմն, երբ որ ես մի քիչ ավելի ծանր վիճակի մեջ էի, այդպես ասում էի, ավելի լավ է ես Հիսուսի մոտ գնամ, քան թե բժշկվեմ։ Բայց ինձ նախատում էին, չէ, դու ինչ ես այդպես բաներ մի ասում էին։ Բայց Հիսուսի մոտ շատ լավ է, եղբայրներ, քույրեր։ Հիսուսի հետ շատ լավ է։ Փառք Տիրոջը, փառք Աստծո։ Եկեք ուրեմն այսօր հիմա մի բան հասկանանք։ Ովքեր ունեն դժվարություններ, ովքեր ունեն նեղություններ, թող աղոթք անեն, որ ոչ թե որ Աստված այդ նեղությունը վերցնի, այլ աղոթք անեն, որ Աստված այդ նեղության մեջ զորություն տա այդ նեղությունը ասկացնելու համար։ Եվ այդ զորությունը Տիրոջից, երբ որ գալիս է, նեղությունը պարտվում է։ Փառք Տիրոջը դրա համար։ Եթե կհիշեք, ես մի անգամ, թե կարող է 2 անգամ ասել եմ, որ երբ որ նեղությունը գալիս է քո տունը, դժվար նեղություն է գալիս, դու ասա իրան, բարև եկար, սիրելի նեղություն, դու եկար, որ ինձ մոտեցնես Տիրոջը, նեղությունները դրա համար են, որ մոտեցնեմ Տիրոջը, թող Աստծո անունը փառավորվի, ամեն։ Կանգնենք աղոթքի։